Բարի օր հարազատներս, բարի և օրհնված օր։ Ես դավանում ու հռչակում եմ, որ Աստծո խոսքը, որ մենք ընթերցում ենք, քննարկում ենք, ընկնի մեր սրտի պարարտ հողի մեջ, ծլի ու մեծ ծառ դառնա, որ մեր հավատքը զորանա, որ մեր հավատքը բերի ապաշխարության և փոփոխության մեր կյանքի մեջ, որ մենք Աստծո ձայնը լսողներ և նրա խոսքին հետևողներ լինենք, որ մենք վստահենք Աստծուն և ապրենք ըստ նրա կամքի և ըստ նրա խոսքի։ Օրհնում եմ ես յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով։ Նրա օրինակին հետևենք։ Օրհնում եմ ամեն մեկիս։ Այսօր ես չգիտեի, թե ինչի մասին պետք է խոսեի, և երբ աղոթեցի, հարցրեցի Սուրբ Հոգուն ինչ անեմ, մի քանի տեքստեր եկան, և ես պարզ հասկացա, որ պետք է խոսեմ անհանգստության, պանիկայի մասին, և թե որն է անհանգստության ու պանիկայի դեմ հակաթույնը ըստ Աստվածաշնչի։ Ես ինքս հաճախ եմ ունեցել պանիկայի ատականներ, հաճախ եմ ընկել անհանգստության ու անհուսության գիրկը, բայց ես դուրս եմ եկել միայն Աստծո օգնությամբ, Աստծո խոսքով ու աղոթքով։ Ես ինքս անձամբ գիտեմ այն խավար տեղերը, որ քո միտքը գնում է, ու դու ոնց ես բանտարկվում խավարի ու անհանգստության մեջ, ոնց ես պարալիզացվում, ոնց այլևս չես ցանկանում ոչ ապրել ու ոչ էլ կարողանում ես շնչել։ Եկեք խոսենք այդ մասին։ Անհանգստություն, հուզմունք, մտատանջություն, վախ, սարսափ, վախ մահի հանդեպ, մտահոգություն, կասկած, վատ բանի նախազգացում, մտքի ու զգացմունքների խռովություն, ապագայի հանդեպ վատատեսություն, անհուսություն, մտքի մթագնում վախից ու անկարողությունից և այլն։ Բազմաթիվ են բառերը, որ նկարագրում են այդ անհանգիստ զգացումը, որը մենք բոլորս ինչ-որ պահի զգացել ենք։ Սպասվող աղետի զգացումը, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել, տեղի է ունենում կամ տեղի կունենա ապագայում։ Այն կարող է տարբեր լինել իր ձևով և ինտենսիվությամբ։ Հաճախ այն համաչափ է այն իրավիճակին, որը առաջացնում է այդ զգացողությունը, բայց երբեմն էլ ու շատ հաճախակի դա կարող է առաջանալ առանց որևէ պատճառի։ Այսօր մեր շուրջ բոլորը և հենց մեր երկրում անհանգստացնող այնքան շատ բաներ են եղել ու դեռ կան։ Համաճարակներ, պատերազմներ, սով որոշ տեղերում, անհետ կորածներ ու գերիներ, շրջափակման մեջ ընկած մեր հայրենակիցներ, դավաճանություն հանուն փողի, ինքնասպանություններ ու սպանություններ, կյանքի թանկացում, ապագայի նկատմամբ անորոշություն և քրիստոնեական բարոյականության և սկզբունքների աստիճանական քայքայում հասարակության մեջ, եկեղեցու մեջ պառակտում, անաստվածություն ու անհավատություն։ Այս ամենը շատ մռայլ պատկեր է տալիս։ Զարմանալի չի, որ մենք անհանգստանում ենք։ Բարեբախտաբար, վերջին խոսքը սա չէ, սրանով չի ամեն ինչ ավարտվում, Աստծուն է պատկանում վերջին խոսքը։ Աստվածաշունչը մեզ շատ հստակ ուղերձ է տալիս անհանգստության մասին, ասելով. «Մի անհանգստացեք ու մի ընկեք պանիկայի մեջ, վախին մի տրվեք»։ Ղուկասի ավետարանին գլուխ 12-ում Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ տարբեր խնդիրների, հոգսերի ու դժվարությունների մասին, որոնց նրանք բախվելու են իրենց կյանքի ընթացքում։ Հիսուսն ասում է նրանց,
որ ակնկալեն հակառակություն, զգույշ լինեն կեղծ վարդապետություններից ու ուսմունքներից և պատրաստ լինեն պաշտպանել իրենց համոզմունքները։ Նա զգուշացնում է աշակերտներին դիմակայել աշխարհի գայթակղություններին, հատկապես դիմակայել փողի հետևից վազելուն ու հետապնդելուն ու եսակենտրոն, էգոիստ ապրելու աշխարհի թելադրանքին։ Ղուկաս ավետարանի 12-րդ գլխում 13-21 խոսքերում նկարագրվում է հարուստ հիմարի մասին առակը։ Այստեղ պատմվում է մի մարդու մասին, ով մեծապես օժնված էր առատ բերքով։ Այս օրհնության մեջ վատ բան չկա, առատ բերք ունենալը, հարուստ լինելը վատ բան չի ինքնին, բայց այս մարդու արձագանքը իր անսպասելի եկամուտին ու օրհնությանը, նրա արձագանքն էր խնդիրը։ Երբ որ Հիսուսը պատմում է առակը, այստեղ չի երևում, որ այդ մարդը երախտապարտ էր իր օրհնության համար, կամ որ նա շնորհակալություն, գոհություն հայտնեց Աստծուն այդ առատ բերքի համար, իրեն տրված բարիքների համար։ Նա ոչ մի վայրկյան չմտածեց, թե ինչպես կարող է օգտագործել իրեն տրված այդ հարստությունն ու օրհնությունը ուրիշներին օրհնելու համար։ Նա միայն մտածեց ու պլանավորեց, թե ինչպես օգտագործի այդ տրված օրհնությունը միայն ու միայն իր ապագան, միգուցե իր ընտանիքի ապագան ապահովելու համար, բայց ոչ ավել։ Բայց ինչպես Հիսուսն է նշում, եթե այդ մարդը մահանար հենց այդ գիշեր, ապա նրա հարստությունը ու բերքի առատությունը նրան ոչ մի օգուտ չէին բերելու։ Համաշխարհային վերջին ֆինանսական դժվարությունները ցույց են տվել, թե որքան արագ մենք կարող ենք հարմարավետ ապրելակերպից անցնել կոպեկների հաշվելուն ու անգամ անտուն լինելուն։ Եվ եթե մեր փողն է մեր կայունության ու վստահության աղբյուրը, մեր տները, ապա մենք իսկապես երերուն հողի վրա ենք կանգնած։ Այդ հողը ցանկացած ժամանակ մեր ոտքերի տակից կսահի ու մենք անդունդ կգլորվենք։ Աշխարհի հույսը կենտրոնացած է տեսանելիի վրա, այնինչ կարելի է տեսնել ու շոշափել, փողը, հարստությունը, իշխանությունը և ազդեցությունը։ Աշխարհն ասում է, այս բոլորին պետք է ձգտել, և որ դրանք ձեռք բերելը հաջողության նշան է։ Իսկ Հիսուսը հորդորում է իր աշակերտներին ու նաև մեզ այսօր, որպես քրիստոնյաների, նայել ֆիզիկականից այն կողմ և հավերժական ու հավիտենական մտածելակերպ ու մոտեցում կյանքին ունենալ։ Հիսուսն օգտագործում է արարչությունը որպես Աստծո հավատարմության օրինակ, որ Աստված կհոգա մեր բոլոր ֆիզիկական կարիքները։ Աշխարհը զբաղված է նյութական հարստություն ստեղծելով ու կուտակելով, բայց մենք քրիստոնյաներս չպետք է կենտրոնանանք նման բաների վրա, այլ գանձեր կուտակենք երկնքում, ասում է Հիսուսը։ Հիշենք, որ այս կյանքը ամենի վերջը չէ։ Սա չի նշանակում, որ մեզ գումար պետք չի, սա չի նշանակում, որ մենք պետք է անվանության տրվենք, բայց այդ մասին մի քիչ ուշ։ Այստեղ մենք գուցե այս երկրի վրա մենք գուցե ապրենք ամենաշատը 100 տարի, չգիտեմ, ամենաերկար ապրած մարդը գուցե 120 տարեկան ա եղել, բայց մենք այստեղ ենք, այս երկրի վրա ենք, այս կյանքը մեզ տրվել է, որ պատրաստվենք Աստծո հետ հավերժական կյանքին։ Ղուկասի ավետարանի 12-րդ գլխի 32-ից 34 խոսքերն ասում են. «Մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառեք ձեր ունեցվածքը և ողորմություն տվեք, ձեզ համար չհնացող քսակներ պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն»։ Այնուհետև Մարկոս ավետարանի 8-րդ գլխի
34-ից 36 խոսքերում Հիսուսը իր մոտ է կանչում ամբոխին իր աշակերտների հետ ու ասում. ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու ավետարանի համար կորցնի, նա կփրկի իր կյանքը։ Ինչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Միայն փողը չէ, որ Աստվածաշունչն ասում է մեզ, որ չանհանգստանանք դրա մասին, այլ Աստված ասում է, որ կյանքի բոլոր ասպարեզներում, ոլորտներում մենք չպետք է անհանգստանանք։ Կարդանք օրինակներ Աստվածաշնչից։ Մի անհանգստացեք աշխարհում եղած չարիքի համար։ Սաղմոս 37:7 խոսքն ասում է. համբերիր և սպասիր Տիրոջը։ Մի բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում և նրա ճանապարհը հաջողվում է։ Մի անհանգստացեք ամենօրյա կարիքների համար։ Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 25-ից 34 խոսքերն ասում են. Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է, անհանգստանալով իր հասակի վրա ևս մի կանգուն, մի մետր ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում, նայեք վայրի շուշաններին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոն թագավորը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական է։ Հաջորդը. մի անհանգստացեք ուրիշների վարքագծի համար։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 3-ից 5-րդ խոսքերն ասում են. Եվ ինչու եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, այսինքն փոքր փայտը, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող այդ փայտը աչքիդ միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր, և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից փայտը հանես։ Հետո, մի անհանգստացեք, թե աշխարհն ինչպես կվերաբերվի ձեզ։ Մատթեոս ավետարանի 10-րդ գլխի 19-ից 20-րդ խոսքերն ասում են. Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու դատարանում, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Եվ 1 Պետրոս 3 գլխի 14-ից 17 խոսքերն ասում են. Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի վախեցեք ու մի խռովվեք, այլ Տիրոջը, Հիսուս Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք
ու միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ ու երկյուղածությամբ բարի խճվտանք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են, որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով ապահով մնալ։ Հաջորդը, մի անհանգստացեք ձեր ներկայիս իրավիճակի համար։ Առաջին Կորինթացիներ գրքի 7-րդ գլխի 21-23 խոսքերն ասում են. Ծառայիր, երբ կանչվեցիր, հոգ մի արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանից օգտվիր, որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Հիսուս Քրիստոսի ծառան է։ Մեծ գնով ենք գնվել, մարդկանց ծառաներ մի դարձեք։ Այս բոլոր անհանգստությունները կարող են սպառել մեր մտքերը, մթագնել մեր ուրախությունը, խլել մեր մտքի ու հոգու խաղաղությունը և խաթարել մեր արտադրողականությունը։ Այս անհանգստությունները կարող են և իրականում պարալիզացնում են մեզ։ Դրանք նվազեցնում են Աստծուն վստահելու մեր կարողությունը և կարող են ու բացասաբար ազդում են մեր կյանքում ուրիշների հետ, անգամ հենց մեր ընտանիքում, գործի վայրերում, այլ մարդկանց հետ մեր հարաբերվելու վրա ու մեր դրսևորված վարքագծի վրա բացասականորեն են ազդում։ Որոշ դեպքերում դրանք լրջորեն վնասում են մեր առողջությանը։ Աստվածաշունչն ասում է. ձեզանից ով կարող է հոգալով, անհանգստանալով իր հասակի վրա ևս մի մետր ավելացնել։ Հետաքրքիր է նշել, որ Ղուկաս ավետարանի 12-րդ գլխում Հիսուսը երբեք չի հանգստացնում իր աշակերտներին ու ոչ էլ մեզ ու ասում, թե նրանց բոլոր դժվարությունները կվերանան։ Նա մեզ ոչ մի կեղծ խոստում չի տալիս, ոչ իր աշակերտներին, ոչ էլ հիմա մեզ։ Եթե մենք հաղթահարենք անհանգստությունը, փորձելով հանգստացնել ինքներս մեզ, որ ինչ-որ պահի ամեն ինչ ավելի լավ կլինի, ապա մեր հույսը թույլ կլինի և հեշտությամբ կփշրվի։ Դա կլինի դատարկ խոսքեր, միայն փափուկ բարձ մեր գլխի տակ, բայց ոչ իրականություն։ Հիսուսն ասում է աշակերտներին ու մեզ, որ ամեն ինչ ավելի վատ կլինի, ոչ թե ավելի լավ։ Նա ասում է նրանց ու մեզ, որ ակնկալենք հակառակություն, որ նա եկել է պառակտում բերելու աշխարհում։ Կարդանք Ղուկաս 12:11-12 խոսքերը։ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք պատասխանելու կամ ինչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել։ Ղուկաս 49-53 խոսքերն էլ ասում են. Ես եկել եմ, որ աշխարհի վրա կրակ գցեմ, և ինչքան եմ ուզում, որ այդ արդենից բորբոքված լինի։ Բայց ես մի մկրտություն ունեմ մկրտվելու և որքան եմ տագնապում, մինչև որ այն կատարվի։ Այստեղ նա խոսում է իր խաչելիության մասին։ Կարծում եք, թե աշխարհի վրա խաղաղություն հաստատելու եմ եկել։ Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանում, որովհետև այսուհետև մի տան մեջ 5 հոգի բաժան կլինեն, 3-ը երկուսի դեմ, երկուսն էլ 3-ի դեմ։ Հայրը որդուց կբաժանվի և որդին հորից, մայրը աղջկանից ու աղջիկը մորից, սկեսուրը հարսից և հարսը իր սկերսուրից։ Սա նշանակում է, որ Աստված եկել է խավարը լույսից բաժանելու, որ ընտանիքներում լինելու են մարդիկ, որոնք ընդունելու են Հիսուսին և լինելու են մարդիկ, որոնք չեն ընդունելու։ Բայց բարի լուր կա, որ լույս ընդունողները կարող են աղոթել և պատերազմել իրենց ընտանիքի անդամների համար, Աստծո լույսը կանչել նրանց կյանքի մեջ, որպեսզի նրանք էլ փրկվեն և խավարի որդիներից դառնան Աստծո որդիներ, լույսի որդիներ։
Այդ բաժանումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք ով է խավարի բաժին, որ մենք կարողանանք աղոթել ու պատերազմել նրանց համար։ Մեր հույսը պետք է կառուցվի Աստծո եւ այն աստվածային խոստումների վրա, որոնք նա է տվել մեզ։ Մենք գիտենք, որ Աստված հավատարիմ է։ Սաղմոս 25-ի 10-րդ խոսքն է դա ասում, Սաղմոսի 91-ի 4-րդ խոսքն է ասում, Եբրայեցիների գրքի 10-րդ գլխի 23-րդ խոսքն է ասում։ Մենք գիտենք, որ Աստված բարի է, Սաղմոս 27-13-ը, Սաղմոս 34-ի 8-ը, Սաղմոս 100-ի 5-րդ խոսքը։ Մենք գիտենք, որ Աստված սիրում է մեզ, Եսայիայի մարգարեության 54 գլխի 10-րդ խոսքը, Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի 16 խոսքը, Հռոմեացիների 5-րդ գլխի 8-րդ խոսքը։ Սրանք բոլորը մեր ամուր հիմքն են։ Սա է մեր Աստվածը, որը անփոփոխ է։ Իհարկե, մենք խնդրում ենք Աստծուն, որ օգնի մեզ եւ փոխի իրավիճակը, բայց նույնիսկ եթե նա չանի մեր խնդրածը, մեր հույսը ապահով է, մեր հույսը անսասան է։ Հիսուսը խոստանում է, որ մենք կունենանք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, եթե մեր առաջին ձգտումը լինի Աստծո թագավորությունը։ Ղուկաս 12:31 խոսքը։ Սակայն Աստծո արքայությունը փնտրեք, եւ այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ Եվ այդպես պետք է լինի եւ մեզ հետ ու մեր կյանքում։ Մեր ամենօրյա ձգտումը չպետք է կենտրոնանա նյութական ու փչացող բաների վրա, այլ այն բաների վրա, որոնք հավիտենական արժեք ունեն։ Երբ մենք վախենում ենք ապագայից, մենք անհարկի հոգս ենք դնում մեզ վրա, սովորաբար փորձելով խուսափել այն ամենից, ինչից վախենում ենք։ Ավելի շուտ մենք պետք է նախապատրաստված ու պատրաստ լինենք Հիսուսի վերադարձին։ Մենք պետք է զգոն լինենք ու թույլ չտանք, որ մեզ շրջապատող բոլոր հոգսերը մեզ շեղեն ու մեր միտքը զբաղեցնեն։ Ամենակարևոր բանը, որի համար մենք պիտի անհանգստանանք, դա մեր հարաբերությունն է Աստծո հետ, եւ որ մենք ապրենք ըստ նրա խոսքի։ Այսպիսով ինչ պետք է անենք անհանգստանալու փոխարեն։ Աստվածաշունչն ասում է աղոթեք ամեն ինչի մասին։ Ֆիլիպացիներ գրքի 4-րդ գլխի 6-ից 7 խոսքն ասում է. Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսով կպահպանի։ Աղոթքը, շնորհակալությունը ու գոհունակությունը մեր հակաթույնն են անհանգստանալու ու վախի դեմ։ Շնորհակալ լինելն ու գոհություն տալը դժվարության ու դժբախտության մեջ հեշտ չի տրվում մարդուն, հեշտությամբ չի գալիս մեզ, ու նաև մեզ բնական բան չի թվում։ Նման իրադրություններում շնորհակալ լինել ու գոհանալ Աստծուց։ Բայց հավատացեք, նրանք օգնում են մեզ, որ մենք մեր ուշադրությունը կրկին դնենք Աստծո վրա եւ ոչ թե իրադրությունների ու մեր վրա, եւ մեզ խղճանք, եւ օգնում են մեզ հիշել Աստծո խոստումները։ Պողոսը գրում է, որ Աստծո խաղաղությունը գերազանցում է ամեն հասկացողություն։ Սա նշանակում է, որ մենք պետք չէ ամեն ինչ վերլուծենք։ Ամեն ինչ 100% հասկանալ պետք չի, ամեն ինչ պետք չի իմաստավորել, որ խաղաղություն ունենանք։ Այս համարը չի ասում, որ երբ մենք աղոթում ենք, Աստված հզոր կերպով կշարժվի իր զորությամբ եւ գերբնական կերպով կփոխի իրավիճակը, որպեսզի մենք մեզ հանգիստ գանք։ Ոչ, այն ասում է, որ նույնիսկ ինչ իրավիճակում էլ որ լինենք, Աստծո խաղաղությունը կպահպանի մեր սրտերը։ Իհարկե կան իրավիճակներ, որ Աստված գերբնական կերպով միջամտում է, բայց կարևորը երկրորդ մասն է հիշել, նրա խաղաղությունը կպահպանի մեր սրտերը։ Առաջին Պողոս նամակի 5-րդ գլխի 6-ից 7 խոսքն ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։
ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Աղոթքի միջոցով մենք կարող ենք մեր բոլոր անհանգստություններն ու հոգսերը գցել Աստծո լայն ուսերի վրա, եւ այդպես վարվելով մենք գիտակցում ենք ու ցույց ենք տալիս, որ միայն Աստված ունի վերջնական իշխանություն մեր կյանքի վրա։ Սա պահանջում է, որ մենք խոնարհ լինենք եւ մեր կյանքի վերահսկողությունը զիջենք Աստծուն։ Երբ մենք որոշում ենք հետևել Հիսուսին, մեր կյանքը այլևս մերը չէ։ Եթե դու ընդունել ես Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, եթե դու իսկապես քրիստոնյա ես, ապա դու փրկագնված ես Աստծո սեփական որդու արյունով, ով վճարեց մի պարտք, որը դու երբեք չես կարող վճարել, եւ Հիսուսը ինձ ու քեզ փրկություն առաջարկեց, որը ոչ ես եւ ոչ էլ դու կամ որևէ մարդ երբեք չէինք կարող ու չենք կարող վաստակել։ Պողոսի խոսքերը շատ պարզ ու հստակ են, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել այն սիրուց, որը կա Հիսուս Քրիստոսում։ Երբ մենք հասկանում ենք, որ մեր կյանքը փրկվել է, եւ մենք հավերժություն ունենք Հիսուսի հետ, մնացած բոլոր մտահոգությունները դառնում են երկրորդական։ Եկեք կարդանք այդ հատվածը։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որը հայտնվելու է մեր մեջ, որովհետև արարչությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծո որդիների հայտնությանը։ Քանի որ արարչությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ արարչությունը ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի, Աստծո որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար, որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է, եւ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ հոգու երախայրիկն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք, սպասելով որդեգրությանը, այսինքն մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք, բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպես կարող է հույս լինել, սակայն եթե ինչ-որ չենք տեսնում, նրա հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Նույն կերպ եւ հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե հոգին ինչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով, որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր որդու պատկերին, որպեսզի նա անդրանի կլինի բազում եղբայրների մեջ, եւ որոնց նախասահմանեց, նրանց նաեւ կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաեւ արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաեւ փառավորեց։ Արդ ինչ ասենք այս բաների մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ով է, որ Աստծո ընտրյալներին մեղադրելու է, Աստված է, որ արդարացնում է, ով է, որ դատապարտելու է, Հիսուս Քրիստոսը, որ մեռավ, ավելին, որ հարություն էլ առավ, Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոսել է։ Արդ Հիսուս Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի, տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը, ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ որպես մորթվելու ոչխար համարվեցինք։ Բայց այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք Հիսուսի միջոցով, ով մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ,
որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Բայց չափից դուրս անհրաժեշտ է նաեւ նշել ու հիշել, որ անհանգստության հակառակը ապաթիան, անտարբերությունն ու անգործությունը չէ։ Մենք չենք կարող նստել դիվանին, չաշխատել, չդիմել աշխատանքի համար, ուսման չգնալ, երեխաներին չդաստիարակել աստվածային ձևով ու ակնկալել, որ Աստված գալու է մեր բոլոր խնդիրները լուծի։ Մենք չենք դադարում ձգտել եւ աշխատել ավելի լավ ապագայի համար։ Մենք պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Աստվածաշունչը հորդորում է մեզ օգնել ճնշվածներին, կերակրել քաղցրածներին եւ տեր կանգնել ճշմարտությանը։ Մենք պետք է իմաստուն լինենք մեր փողերով եւ այն միջոցներով, որոնք Աստված է տվել մեզ։ Այնտեղ, որտեղ անհանգստությունը մեզ անշարժացնում է, քարացնում է, մենք պետք է գործի անցնենք։ Մեր մտահոգությունը մեզ պետք է մղի գործի, լինի դա ֆիզիկապես որևէ մեկի կարիքը բավարարելու համար, լինի դա գնալու հայրենիքի սահմանները պաշտպանելու կամ Աստծուն աղոթքով միջնորդելու։ Այն, ինչ առանձնացնում է քրիստոնյային անհավատից, հույսն է։ Չարի, անորոշության, ձախողման, փորձությունների ու պատերազմների մեջ մենք մեր հավատքն ու վստահությունը դնում ենք Աստծո վրա, որն ավելի քան կարող է։ Մեր հույսը դա մեր փրկության խոստումն է եւ այն թագավորությունը, որ Աստված է հաստատում։ Մեր Աստվածը, որը հավատարիմ է եւ անփոփոխ, նա մեր խաղաղության աղբյուրն է։ Վերջացնենք այսօրվա դասը Հովհաննես Ավետարանի 16-րդ գլխի 33-րդ խոսքերով։ Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Աստված օրհնի լսողներին եւ խորը արմատներ գցի։ Ամեն։